Մի քանի օր առաջ հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, երբ լրագրողը խոսում է նրա մասին, որ Հայաստանի ռազմական բյուջեն անգամներով մեծացել է, Ռոբերտ Քոչարյանը արձագանքում է, իսկ դրա քանի տոկոսն է ատկատ։ Ուրեմն, ատկատի և թալանի մասնագետը խոսում է ատկատից։ Թալանչին ուզում է իր կեղտը քսել մեր վրա։ Ուրեմն լսի, այ անցյալի անպատասխանատու ուրվական։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը այնքան բան է արել մեր բանակի համար, որ դուք բոլորդ իրար կպած, իրար փաթաթված, դրա 1/5 անգամ չեք կարող հասնել, հասկանում եք, 1/5։ Հիմա ատկատը ձեր շրջանի բանակն է եղել։ Հայաստանի Հանրապետությունում ծառայած ամեն մի զինվոր, ամեն մի զինվորի ծնող հիշում է ձեր կառավարման տարիների բանակը։ Հիշում եք։ Իսկ ինչ կերպ եք հիշում։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն սրանք իրենց 80-ականների զենքերով, ցնցոտիներով ու սոված, ցնցոտիներով հագած, ցնցոտիներ հագած, 80-ականների ժանգոտած զենքերով, մի քթար տաք ճաշին, երանի տվող զինվորին, ուզում են տարիներ հետո հիշողությունը թմրեցնել ու փորձել ներկայացնել, որ իրենք եղել են շատ ուժեղ տղեր։ Լսեք, մարդկանց հիշողությունը թարմ է, նրանք տեսնում են նաև այսօրվա բանակը։ Մենք դրա արձագանքը ստանում ենք մեր սիրելի ծնողներից, մեր սիրելի զինվորներից ու նրանց հարազատներից։ Ձեր պատկերը 80-ականների զենքերն են, մեր պատկերը մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում ցուցադրված նորագույն սպառազինությունը։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։